Ժողովուրդ, մարդիկ պետք է իմանան, որ Աստծո խոսքի միջոցով իրենց կյանքը կարող է փոխվել դեպի լավը։ Առօրյական պատմություններից մարդկանց մեջ քիչ թե շատ կուտակվում են բացասական մտքեր, որոնք դժվարացնում են առաջ գնալը։ Եկեք Երեմիա 18:6-ը միասին կարդանք։ Միթե ես չեմ կարող այս բրուտի պես անել ձեզ, ով Իսրայելի տուն, ասում է Տերը, ահա ինչպես որ կավն է բրուտի ձեռքին, նույնպես է դուք իմ ձեռքին, ով Իսրայելի տուն։ Աղոթքով կանգնեք Աստծո առաջ եւ կտեսնեք, թե ինչպիսի մարդիկ կդառնաք։ Դուք պետք է լինեք մեկը, ով բարիք է գործում, բոլորի հարգանքն է վայելում ու հաղթահարում է կյանքի յուրաքանչյուր հարված։ Ամեն։ Նայենք վկայությունը։ 5 տարի է տառապում էի, բայց հիմա Հիսուսի անունով արդեն բժշկված եմ։ Ամեն։ Միջ ողնային սկավառակի ճողվածք, ծնկերիս մեջ աճառի բացակայություն ունեի։ Նախկինում ո՞նց էիք քայլում։ Ես հենակով էի քայլում։ Ցույց տվեք, աղոթքից առաջ ինչպես էիք քայլում։ Լավ, ահա այսպես էի քայլում։ Հիմա կարող եք հենակը ձեր ուսին դնել, քանի որ Աստված արդեն ձեզ բժշկել է։ Հիմա հավատով քայլեք քույրս, տեսեք ինչ հրաշալի է։ Քույր եղբայրներ, ինչ հրաշալի է։ Համարձակ քայլեք քույրս, ավելի համարձակ, ահա այդպես։ Հիմա ասեք, լավ եք զգում ձեզ։ Ես հիմա շատ լավ եմ, փառք ու պատիվ Հիսուսին։ Դե ուրեմն եկեք այստեղ վազելով։ Վազեք քույրս, դա ձեր հաղթանակն է քույրս, վազելով եկեք։ Դուք ստիպված եք սկսել վազելը, այլապես ավտոբուսն առանց ձեզ կշարժվի։ Աղոթենք։ Հայր, ես աղոթում եմ հիմա բոլոր նրանց համար, ովքեր լսեցին այսօրվա պատգամը։ Թող շուտով նրանք քեզ բարձրացնեն գոհություն, քանի որ իրենց կյանքը փոխվել է քո կամքի համաձայն։ Եվ նաև վռնդում եմ այս մարդկանց կյանքից չարի ամեն հարձակում Հիսուսի անունով։